Պստիկ հրաշքին նայեք, սա իմ մեծ հրաշքն է, առհասարակ լվացքի մեքենան ես հրաշք բան եմ համարում, որ բոլոր տանտիրուհիների իրոք հրաշք օգնական է, իսկ ես ուջուրի ես որ գնել էի ու չէի օգտագործում, ընդամենը գնման օրը փորձարկել եմ տանը, սեղանի ջնջոցներն էի գցել մեջը, ու հետո ինքս իմ վրա, այսպես ասած, ծիծաղս գալիս էր, ասում եմ, այս խաղալիք ես ինչ էր, որ փող տվեցի, բերեցի ու 10,000 դրամով եմ սրան գնել, արդեն քանի տարի է անգործ դրված է այնտեղ։ Մի անգամ նույնիսկ փորձեցի հովիվներից ներդեմ, մտածելով, որ դե փոքր երեխային կզբաղվեն, իրանց տիկնիկների շորերը կլվան, ինչ-որ։ Հետո աղջիկս ասեց, մամ ջան, իրանք մեծ խաղալիքներով են խաղում, այսինքն իսկական խոհանոցիներ և այլն, հոշեկու, հենց այդ փոքր տարիքից այս սերունդը հետաքրքիր սերունդ է։ Դուք սրան նայեք։ Իրա մեջ ես սպիտակ նասկիներ եմ գեցրել և լորով, շավելով, այդպես թող պտտի սիրուն։ Հրաշքը։ Ամեն բան իր նշանակության համար պիտի օգտագործվի, փաստորեն։ Եթե դու չունես սրանից, անպայման ձեռք բեր, որովհետև իրոք մանր բաներ կան, որ առանձին մշակման կարիք են ունենում, փոխարեն, որ պետք է ինչ-որ այդպես վերնույթի մեջ տնես և մնա այդպես, ավելի լավ է լցնես սրան մեջ, այլոք իրա համար աշխատում է, շնորհավոր, ուրախացա։